Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառից բուն իմաստով ունեզրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշարք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը եւ այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա։ Լավ եղեք։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Նա չունի եւ չի ունենալու եւ չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային եւ դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Եվ ի դեպ, այս խմբակից չենք մոռացել եւ չենք մոռանալու Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին։ Էնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Իսկ ժողովրդին դիմելով ասում եմ. բարի գիշեր, սիրելի ժողովուրդ։ Ոմանց տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա եւ հետեւաբար նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ շանսը պետք է տալ։ Սա անհեթեթ տրամաբանություն է։ Ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, որևէ շանս չի տրվելու։ Եվ սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ինչ-որ կաշառատու սերիկաներ համարձակվում են խոսալ արդարությունից։ Այդ արդարությունից կարող է խոսալ ժողովուրդը։ Կարող է մեզ մեղադրել, որ արդարությունը մինչ օրս հապաղում է, բայց դուք արդարությունից խոսալու իրավունք չունեք։ Բայց անհոգ եղեք։ Արդարությունը գալու է։ Այդ արդարությունը շուտով զգալու եք ձեր բերաններում, զգալու եք ձեր գրպաններում։ Արդարության ողջ ծանրությունը զգալու եք ձեր ուսերին։ Անհոգ եղեք, կաշառատու սերիկաներ։ Փաստորեն պատերազմի եռագլուխ, քառագլուխ կամ բազմագլուխ, ընտրակաշառք բաժանած, ընտրությունները կեղծած կուսակցությունը ցույց է անում ԿՀ-ի դիմաց, լուրջ եք ասում։ Ընտրությունները կեղծած, ընտրությունների ժամանակ մարդկանց քվեներ կանխիկ փողով առած, մարդկանց գլուխներով հաշված կուսակցությունները ցույց են անում ԿՀ-ի դիմաց։ Ջիվանին կասեր խելքի աշեցեք։ Իսկ իրանք պետքա խելքի աշեն, որտեղ պատասխան են տալու, հատ պատասխան են տալու իրանց գործած բոլոր հանցագործությունների համար։ Ու ընդհանրապես իրանք իրավունք չունեն ընդհանրապես երևալու փողոցում կամ այլուր։ Ընդդիմությունը լեգիտիմ չէ, այն ձևավորվել է համատարած, կազմակերպված եւ ապացուցված ընտրակաշառքների արդյունքում եւ հետեւաբար խորհրդարանական ընդդիմությանը մենք վերաբերվելու ենք ոչ թե որպես ընդդիմադիր падգամավորների, այլ որպես հանցագործների։ Նրանցից ոմանց մենք առանձնահատուկ անհամբերությամբ ենք սպասելու ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերելու նրանց նկատմամբ։ Բացասական վերաբերմունք։ Ինչ վերաբերվում է այս ընտրակաշառատու ուժերին եւ նրանց այս բանդայի ղեկավարներին, ապա նրանք բոլորը պետք է պատիժ կրեն օրենքով սահմանված։ Նրանք բոլորը պետք է պատժվեն եւ երկար տարիներ անցկացնեն քրեակատարողական հիմնարկներում, որպես դաս բոլոր նրանց ու մտքով անգամ կարող է անցնել, որ կարելի է ընտրակաշառքով բռնազավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այս փող բաժանելով մանդատ ստացածները մի հատ էլ հավաքներ են անում ու այդ հավաքների ընթացքում ամբախ-զամբախ խոսում են այս եռագլխիկների մանկլավիկները։ Մի հատ էլ խոսում են մանդատները վերցնելու մասին։ Ուրեմն իմացած թող լինեն, եթե մտքների ծերով անցնի հանկարծ, որ մանդատները վերցնեն գան ազգային ժողով, երազելու են, որ հայտնվեն նախորդ 5 տարիների ընդդիմության կարգավիճակում։ Ոչնչացնելու ենք թե քաղաքականապես, թե բարոյապես։ Էլ չեմ խոսում, որ բոլորը իրենց կատարած հանցագործությունների համար
պատժվելու են օրենքի ողջ խստությամբ ու երազելու են Հայաստանի Հանրապետությունից փախչելու մասին։